Բարդասարգերի գործընկերներ սկսում են Passex Premier League-ի Փյունիկ Նոա հանդիպման այդ խաղային ապելյացիոնիսը գլխավոր մարզիչ Արտակոսյանի հետ։ Սկզբում գլխավոր մարզիչը խոսի հանդիպման մասին, որից հետո կարող եք ուղղել ձեր ակցիա։ Պարոնոսյան, կարծիք ունեք։ Ինչպես է սպասում ենք, շատ ծանր խաղ ստացվեց, բայց միևնույն դեպքում շատ հետաքրքիր։ Կարծում եմ հակառակորդ այսօր տարածքային որոշակի առավելություն ուներ, երևի թե մոտեցումներով ավելի շատ էր, բայց կարծում եմ, որ խաղի ամենավտանգավոր պահը մենք ստեղծեցինք, այնպես որ համարում եմ օրինաչափ էս հարցը։ Շնորհակալություն։ Հարցեր։ Պարոնոսյան, առաջին կեսից հետո Դաշյանն ու Արմեն տեղափոխվեցին եզրերով, ինչի համար էր առաջ։ Ավելի շատ հարձակման ֆազայի համար էր, մեր խաղը հարձակման գծում այդքան լավ չէր ստացվում։ Դրա համար փոխեցինք դիրքերով, Ալեման խավի հետ շատ ավելի լավ համագործակցում, փորձեցինք այդ փոփոխությունով աջ եզրը ավելի ակտիվացնել։ Շնորհակալություն։ Պարոնոսյան, սկզբից փորձում եք ավելի, այսպես ասեմ, խիզախ ֆուտբոլ խաղալ, բայց խաղի ընթացքում հնարով ավելի սկսեցիք պաշտպանվել, հասկացանք, որ հնարավոր չէ նմանատիպ ֆուտբոլ խաղալ, դրա համար պաշտպանվեցիք, թե ամեն դեպքում մտածում եք, որ մենք մասնակիցներն արդեն արժանանքի կատարվել են, այսպես ասած, եւ այդպես։ Հա, ճիշտ եք նկատել, մենք բավական ակտիվ սկսեցինք ու փորձում ենք շարունակել, բայց այդտեղ նաև պետք է նշել հակառակորդի գործոնը, ստիպում էր, մեր մոտ էլ գնդակը շատ չէր մնում, դրա համար անընդհատ այդ անցումային ֆազաներով խնդիրներ էինք ունենում, հետո արդեն ֆիթնեսի առումով, դրա համար ստիպած ենք երկրորդ խաղակեսը ավելի երկրորդ համարով խաղալ։ Շնորհակալություն։ Հարցեր։ Պարոնոսյան, նվայդեն նախորդ խաղի երկրորդ կեսը հատկապես շատ ծանր դիմել, նորամուտած գրովում էր, այսօր երկրորդ կեսում ես Փյունիկը կարծես ավելի լավ է պաշտպանում, քան առաջին կեսում։ Ինչպես է փորձել թիմի խաղափոխը նաև հոգեբանորեն աշխատել։ Գիտեք, ճիշտ ասած, հենց հոգեբանական առումով էր առաջնային մեր խնդիրը, եթե չեմ սխալվում, 2 տարի է Փյունիկը չի հաղթել Նոային, դա ինչ-որ հոգեբանական բարդույթ է, բայց այսօր դուրս էինք եկել հաղթելու համար, ինչ վերաբերում է կոնկրետ պաշտպանությանը, բնական է, մեր պաշտպանական գիծը բավական փորձառու է, բայց մենք պահանջում ենք նաև առջևի գծի ֆուտբոլիստներից մեծ ծավալի աշխատանք, ու իհարկե որոշակի տակտիկական նկատառումներ էին կարել, պլյուս խաղի ընթացքում փոխեցինք խաղային սխեման, 5 պաշտպանով սկսեցինք խաղալ, ինչը էլ ավելի ամրապնդեց մեր դիրքերը պաշտպանությունը։ Հա, Արցը ավելի շատ ամբողջ առողջությամբ է, կան էտապ, երբ կա տպավորություն, որ Փյունիկը անում է դեպի չեմպիոնության եւ շատ քիչ է մնացել այդ չեմպիոնությանը, բայց եղավ խաղ, ամբողջովին կարծես թե փոխեց ամեն ինչ, կարծիքով հենց Արարատի խաղն էր այն պահը, երբ Փյունիկը սրճում մտածել էր չեմպիոնության։ Ես համաձայն եմ ձեր հետ, որ դա Արարատի խաղն էր, բայց չեմ կարծում, որ սկսեցինք մտածել։ Մենք նույնիսկ երբ շատ քիչ շանսեր ունեինք եւ ավելի շատ թեորապես կարող էինք չեմպիոն դառնալ, նույնիսկ այդ ժամանակ փորձում էինք առավելագույնը վերցնել, բայց այդ խաղը կարելի ասել անկյունաքարային էր մեր չեմպիոնական ամբիցիաների համար։ Շնորհակալություն։ Այդպես, Պարոնոսյան էլ ընդհանրացի մասին, իհարկե Փյունիկն իր ոչ ունի, բայց տեսնում ենք, երբ պետք է լինում, կարող է շատ պաշտպանվել, կարող է տարբեր սխեմաներով խաղալ։ Ձեզ ո՞րն է հաջորդ քայլը, որ թիմը մեկ քայլ առաջ գնի իր առաջընթացը։ Ես անկեղծ կլինեմ, ես չեմ ուզում, որ մեր թիմը այդքան ճկուն լինի։ Ես ուզում եմ մենք մեր իդենտիֆիկացիան ունենանք, մեր կոնկրետ ոճ ունենանք եւ փորձենք հակառակորդները մեզ հարմարվեն, բայց բնական է այդ ամենը չի կարող միանգամից ստեղծվել, մենք դեռ շատ աշխատանք ունենք, որ հասնենք դրան։ Շնորհակալություն։ Այլ հարցեր։ Շնորհակալություն։